Բացառիկ լուսանկար, որի պատմությունը պատված է առեղծվածներով։ Լուսանկարն արվել է 1993 թվականին Սուդանում, սովի ժամանակ, հարավաֆրիկացի ֆոտոլրագրող Քևին Քարթերի կողմից։ Լուսանկարն արժանացավ Պուլիցերյան մրցանակի, բայց և հանգեցրեց ինքնասպանության։ Քևին Քարթեր, ֆոտոլրագրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, Bang Bang Club ֆոտոխմբի անդամ, որն աշխատում էր Աֆրիկայում 90-ական թվականներին։ Քևին Քարթերը ծնվել է 1960 թվականի սեպտեմբերի 13-ին բրիտանացի ներգաղթյալների ընտանիքում, Յոհանեսբուրգի արվարձաններից մեկում, Հարավային Աֆրիկա։ Նրա ծնողները հավանություն էին տալիս ապարտեիդի ռեժիմին, իսկ Քևինը չէր կիսում նրանց հայացքները։ Կաթոլիկ դպրոցն ավարտելուց հետո Քարթերը ընդունվում է տեղի քոլեջի դեղագիտության բաժինը, սակայն մեկ տարի անց նրան հեռացնում են ակադեմիական վատ արդյունքների պատճառով։ Տարկետումը կորցրած երիտասարդին հրավիրում են Հարավաֆրիկյան Հանրապետության զինված ուժեր, ինչը կենդանի մղձավանջ էր պետական համակարգի հակառակորդի համար։ Շարքային Քարթերի մարդկային վերաբերմունքը սևամորթների հանդեպ բացասական էր գնահատվում ծառայեկիցների կողմից։ Քարթերին անդադար ստորացնում էին, նա պարբերաբար ծեծի էր ենթարկվում։ Այդպես երկար չէր կարող շարունակվել։ 1980 թվականին Քարթերը փախավ բանակից։ Զորամասից վերցրած մոտոցիկլետը նրան հասցրեց մինչև Դուրբան քաղաք, որտեղ էլ գտավ DJ-ի աշխատանք։ Նա չէր ցանկացել տուն վերադառնալ, ամաչելով հայտնվել ծնողների առաջ։ Մենակություն, դասալիքի կարգավիճակ, անծանոթ քաղաք, այս ամենը Քարթերին բերեց ինքնասպանության առաջին փորձին։ Առավոտյան վերադառնալով իր վարձած տնակը Քևինը քնաբեր, ցավազրկողներ և առնետի թույն ընդունեց։ Սակայն բժիշկներին հաջողվեց փրկել նրա կյանքը։ Քարթերը վերադարձավ բանակ, որտեղ նա ծանր վիրավորվեց 1983 թվականին, երբ ռումբը պայթեց Պրետորիայի ռազմաօդային ուժերի շտաբում, ինչի հետևանքով զոհվեց 19 մարդ։ Քևինը զորացրվեց։ Քարթերը տեղափոխվում է Յոհանեսբուրգ, որտեղ աշխատանքի է անցնում լուսանկարչական խանութում։ Նրա առաջին լուսանկարները հրապարակվել են տեղական ամսագրում։ Քարթերը զբաղվում էր սպորտային ռեպորտաժներով։ Այնուամենայնիվ Հարավային Աֆրիկայի սև շրջաններում անկարգությունները, հատկապես հաճախակի 1984-ին, ստիպեցին Քարթերին փոխել իր զբաղվածության տեսակը։ Քարթերին այլընտրանք չմնաց, պատրաստի տեսախցիկով հայտնվելով նույն կտրիչների միջավայրում։ 6 տարի շարունակ Քարթերի կյանքը մահվանեց սիրախաղ էր։ Նա կորցրել էր իր տեսած մահերի թիվը։ 1990-ին Քարթերը միավորվեց Քեն Օստերբրուկի, Գրեգ Մարինովիչի և Ժոաո Սիլվայի հետ Bang Bang Club, Club of Crazy, այսպես էին անվանում նրանք իրենց ամսագիրը, որը հրատարակվում էր Յոհանսբուրգում և ակնհայտորեն ցույց էր տալիս ռասայական տարանջատման սարսափելի հետևանքները։ 4 հուսահատ մարդիկ Հարավային Աֆրիկայի կենտրոնից շարժվեցին դեպի հարավային Բանտուստաներ, սևամորթ բնակչության հավաքատեղիներ։ Աֆրիկյան ազգային կոնգրեսի ընդհատակյա գոյությունը, որը պաշտոնապես արգելված էր Քևինի ծննդյան տարում, բնակչությանը սադրեց քաղաքացիական պատերազմի։ Հարավային Աֆրիկայի սպիտակ բնակչությունը, որը այդ ժամանակ կրճատվել էր կիսով չափ, մինչև հանրապետության ընդհանուր բնակչության 11%-ը, հայտնվեց վտանգի տակ։ Մարդկանց սպանում էին առանց վարանելու իրենց մաշկի գույնի համար, նույնիսկ մայրաքաղաքում։ Փողոցներում զինված բախումների ժամանակ օգտագործվում էին քարեր, նիզակներ, AK-47։ 1980-ականների կեսերին նա դարձավ առաջին լուսանկարիչը, ով փաստեց մահապատիժը Հարավային Աֆրիկայում։ Հենց այդ ժամանակ Քարթերը մտավ ակումբ։ 1993 թվականին Սուդանում գործուղման ժամանակ նա լուսանկարել է սովից մահացող աղջկան և անգղին, որը նստած սպասում էր սովահար լինող որսին։ Այս լուսանկարի համար Քարթերը 1994 թվականին ստացավ Պուլիցերյան մրցանակ և հասարակության կողմից խիստ քննադատության արժանացավ աղջկան չօգնելու համար։ Ժոաո Սիլվայի հուշերից, ով նաև Bang Bang ակումբի անդամ էր։
Սուդան կատարած այդ ուղևորության ժամանակ Քարթերը առաջին անգամ ականատես եղավ զանգվածային սովի եւ մեծապես ցնցված էր իր առջև հայտնված նկարներից։ Լուսանկարված աղջկա ծնողներն այդ պահին զբաղված են եղել մարդասիրական օգնություններով ինքնաթիռը բեռնաթափելով եւ հյուծված երեխային կարճ ժամանակով մենակ էին թողել։ Այդ պահին աղջկա մոտ նստեց մի անգղ։ Քարթերը դանդաղ մոտեցավ աղջկան, փորձելով չվախեցնել թռչունին, եւ մի շարք լուսանկարներ արեց մոտ 10 մետրից, որից հետո նա քշել է անգղին։ Քևին Քարթերի դեպրեսիան սկսվեց, երբ հարցազրույցի ժամանակ մեկը զանգահարեց ու հարցրեց. «Ինչ է պատահել փոքրիկ աղջկան»։ Քևինը պատասխանեց. «Ես այդ կադրից հետո էլ սպասեցի իմանալու, քանի որ թռիչք ունեի»։ Հետո զանգահարողն ասաց. «Այնտեղ երկու անգղ է եղել, մեկը տեսախցիկով»։ Իր թողած վերջին գրառումից մի հատվածում ասվում է. «Ես ճնշված եմ, հեռախոսս անջատված է, վարձի փող չկա, երեխաների համար փող չկա, հաշիվները վճարելու փող չկա։ Ինձ հետապնդում են սպանությունների, դիակների, զայրույթի ու ցավի վառ հիշողությունները, սովահար կամ վիրավոր երեխաների նկարներ, հոգեկան հիվանդներ, որոնց դողացող մատները ձգանների վրա են, նրանցից շատերը ոստիկաններ են, ավելի ճիշտ դահիճներ։ Եթե բախտս բերի, քենին կհանդիպեմ»։ Քարթերը մահացել է շմոլ գազով թունավորումից։ Հարավային Աֆրիկայի Քեյփթաունի պատվավոր արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտոն Քարթերի մասին գրել է. Մենք ոչինչ չգիտեինք այն հոգեկան ապրումների մասին, որոնք նրան դրդեցին ինքնասպանության։ Երևի նրանք ամենադժվար պայմաններում ապրող մարդիկ էին։